Հալելույա, Փառք Հիսուսին, Տեր առատորեն օրհնի ձեզ։ Բացառեք Մատթեոս 28-րդ գլուխը։ Քրիստոնեության մեջ այս փոքրիկ հատվածը տարածված է մեծ հանրական անունով։ Պետք է շարունակենք տեսնել ինչ է ասում մեր Տերը, մեր Աստվածը, մեր զորքերի առաջնորդը իր ժողովրդին։ Հիսուսը հարությունից հետո գիտեք, որ սրանք պատմական իրականություններ են, որ մոտ 2000 տարի առաջ Հիսուսը մահացավ խաչի վրա, 3 օր եղավ մեռած, դրվեց գերեզման, հետո հարություն առավ։ Հարությունից հետո երևաց 500 տարբեր մարդկանց, ապացուցելով, որ դա ինքն է, որ հարություն է առել։ Իհարկե առաջին հերթին իր 12 աշակերտներին։ Երբ որ երևաց իր աշակերտներին հարություն առած, շատ բաներ սովորեցրեց։ Գրված է 40 օր մնաց իր աշակերտների հետ։ Պատկերացնում եք, հարություն առած Հիսուսը 40 օր աշակերտների հետ էր։ Ու գրված է, որ աշակերտներին սովորեցնում էր երկնքի թագավորության մասին։ Երբ որ 40 օրը լռացավ, Հիսուսը հավաքեց իր 12 աշակերտներին, ելի վերջին խորհուրդները, վերջին պատգամները տվեց ու նրանց աչքի առաջ համբարձվեց, բարձրացավ երկինք։ Ուղղակի գնաց երկինք։ Գրված է, որ աշակերտները կանգնած էին ներքևում երկրի վրա, նայում էին նրա ետևից, թե ինչպես անա բարձրանում, մինչև մի ամպ ծածկեց Հիսուսին իրենց աչքից։ Եվ հայտնվեցին երկու հրեշտակներ անմիջապես, ասացին, ինչպես որ տեսակ նրա գնալը, այդպես պիտի տեսնեք նրա գալուստը։ Թող իր անունը փառավորվի։ Մենք գտնվում ենք այդ երկու դեպքերի միջև։ Մենք գտնվում ենք նրա գնալու եւ նրա գալու միջև։ Մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանում։ Չգիտենք որ պահին կգա, բայց ամեն պահի սպասում ենք։ Ամեն։ Աստծո մարդիկ են, ովքեր սպասում են, ու գրված է Հիսուսն էլ պիտի գա իրեն սպասողներին տանելու։ Հալելույա։ 17-րդ խոսքից եմ կարդում։ Երբ նրան տեսան երկրպագություն արեցին նրան, բայց ոմանք տարակուսեցին։ Եվ Հիսուսը մոտենալով խոսեց նրանց ու ասաց. Ամեն իշխանությունից տրվեց երկնքի ու երկրի մեջ։ Ուրեմն գնացեք բոլոր ազգերը, աշակերտեցեք, մկրտեցեք նրանց, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Սովորեցրեք նրանց, որ այն ամեն բաները պահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի։ Ահա ամեն օր ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Ամեն։ Քրիստոնյաները շատ են ուրախանում, երբ որ կարդում են այս վերջին արտահայտությունը։ Ահա ամեն օր ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Հալելույա, ուրախանում են, ոգևորվում են, բայց հաճախ բաց են թողնում մինչև այստեղ եղած ամբողջ պատգամը։ Եկեք մանրամասն ուսումնասիրենք, ուրեմն մենք արդեն խոսեցինք նրա մասին, որ Հիսուսը հրամայել է իր զորքին գնալ առաջ։ Այո, այսօրվա խոսեմ այնպես, որ մի քիչ ավելի հիշեք անցյալը, մի քիչ բաներ կկրկնեմ։ 19-րդ խոսքում տեսեք ինչ է գրված, ուրեմն գնացեք բոլոր ազգերը, աշակերտեցեք։ Այսօր պիտի կանգ առնեմ միայն այդ մի բառի վրա, աշակերտեցեք բառի վրա։ Ինչի մասին է խոսքը, եթե մարդիկ պիտի գնան բոլոր ազգերը, ինչի մասին է խոսքը, որ ասում աշակերտեցեք։ Սրա մեջ երկու կարևոր իմաստ կա։ Ու այդ երկու իմաստների մասին պիտի խոսեմ այսօր։ Առաջին իմաստը ավետարանչությունն է։ Եթե բոլոր ազգերի մեջ, ուրեմն այդ մարդիկ չգիտեն ճշմարտությունը։ Ուրեմն ճշմարտությունը հասցնել է այդ բոլոր ազգերին։ Ու բոլոր ազգերը քրիստոնյաներ չեն ու բոլորը չգիտեն ճշմարտությունը։ Նույնիսկ հայերը, որ քրիստոնյա են, իրականում չգիտեն ճշմարտությունը։ Դուք շատ տեղերում կլինեք, որ մարդիկ ասեն, այո, մենք հայ քրիստոնյաներ ենք, բայց իրենք չգիտեն ճշմարտությունը, որովհետև չեն ապրում ճշմարտությունը։ Հովհաննես առաքյալը շատ կոնկրետ է խոսում դրա մասին։ Ասում է, եթե մեկը կասի, որ ճանաչել է ճշմարտությունը կամ Աստծուն ճանաչումը, բայց նրա պատվիրանները չի պահում, նա չի ճանաչել Աստծուն։ Դրա համար դուք կարող եք դուրս գալ հենց այս շենքից անմիջապես տեսնել շատ մարդիկ, որոնք չեն ճանաչում Աստծուն։ Կարիք կա տանել, խոսել այդ մարդկանց ճշմարտությունը։ Առաջին իմաստը ավետարանչությունն է սրա մեջ, որ ասած գնացեք բոլոր ազգերը ու աշակերտեցեք։ Ավետարանչություն, այսինքն պետք է գնալ ու խոսել մարդկանց։ Գիտեք ավետարանչության իրականությունը կամ անհրաժեշտությունը ինչից է առաջանում։ Փորձեմ նկարագրել թե ինչից։ Աստվածաշունչը խոսում է, որ մարդը կազմված է երկու էությունից՝ ֆիզիկական, նյութական մարմին ունի եւ հոգեվոր բաժին ունի, որը չի երևում, որը գտնվում է այս մարմնի մեջ։ Ու մենք երբ որ իրար ենք նայում, մենք տեսնում ենք ֆիզիկական մարմինը, հոգեվոր բաժինը չենք տեսնում։ Բայց ժամանակ պիտի գա, որ մենք բոլորս պիտի թողնենք այս մարմինները այս երկրի վրա։ Այս մարմինները երբեք երկինք չեն գնալու։ Ու հենց որ թողեցինք այս մարմինները, մենք պիտի շարունակենք գոյություն ունենալ։ Մենք պիտի շարունակենք ապրել։ Դուք հավատում եք դրան։ Աստվածաշունչը դա է խոսում։ Սրա մեջ ինչն է հետաքրքիր, որ Աստվածաշունչը խոսում է, որ դրանից հետո այդ տանձը երբեք չի մահանալու, երբեք վերջ չի ունենալու։ Գիտակցորեն մարդը ոնց որ մտածում է հիմա, ու ինչ որ ապրում է հիմա, զգում է ինքը։ Ինչպես ինքը կուզենար ինչ որ մի բան, այսինքն կամք ունի ինքը։ Այդ բոլոր բաները պիտի պահպանվեն ֆիզիկական մարմնի մահից հետո։ Դրա համար Պողոս առաքյալը կարող էր համարձակ ասել, որ ես երազում եմ, որ գնամ ու Տիրոջս հետ լինեմ։ Եթե ֆիզիկական մարմնից հետո ոչինչ չլիներ, ինչի մասին էր ինքը խոսում, որ ասում էր գնամ Տիրոջս հետ լինեմ։ Ասում է դա ինձ շատ օգտակար է, որ գնամ Տիրոջս հետ լինեմ, շատ լավ է ինձ համար։ Ասում է բայց այստեղ մնալը ձեզ է օգտակար, որովհետև ձեզ մի բան եմ սովորեցնում։ Հիշում եք Պողոս առաքյալի այդ խոսքերը։
իր մենախոսությունը լինի կարծես թե իր նամակն է դա Փիլիպպեցիներին ուղված։ Ուրեմն տեսեք պատվերը ինչպիսին է, գնացեք բոլոր ազգերը, աշակերտեցեք։ Այս աշակերտեցեք, գնացեք ու աշակերտեցեք։ Այ որովհետև մարդը ունի երկու էություն, մեկը երևացող, որը ժամանակավոր է, մեկը չերևացող, հավիտենական։ Այդ չերևացող մասի համար, այդ չերևացող բաժնի համար անհրաժեշտություն կա խոսելու մարդուն ճշմարտությունը բացատրելու։ Գիտեք, դուք շատ մարդկանց կհանդիպեք, որոնց հետ կխոսեք ճշմարտությունը, կասեք, որ քրիստոնեություն, Հիսուսը մահացել է եւ այլն, նրանք բոլորը կասեն, այո, մենք հայ ենք, մենք քրիստոնյա ենք, մեր պապերը, մեր տատերը, չգիտեմ, իմ պապս կարող է տեր ա եղել, չգիտեմ ինչ ա եղել, բայց հենց որ խոսում եք, որ մայից հետո կյանք ա, մեկ էլ տեսնում եք չեն հավատում։ Ասում են դե լավ, ինչի մասն է խոսքը։ Այդքան տեսել ենք, որ մեռել գնացել են, ով է այնտեղից եկել ու պատմել, թե մի բան կա այնտեղ։ Բայց այնտեղից եկող պատմողներ շատ կան իրականում, եթե մարդիկ աչքերը բացեն կտեսնեն դրանց։ Դուք չեք տեսել այդպիսի մարդիկ, որոնք գալիս ու պատմում են, բայց այդ բոլորը մի կողմ, Աստվածաշունչն է խոսում դրա մասին։ Ամենակարևոր վկայությունը սա է։ Աստվածաշունչը ինչ է ասում, որ եթե մարդը այստեղ երկրի վրա կարողացավ հաղորդակցություն ստեղծել, կոնտակտ հաղորդակցություն ստեղծել Հիսուսի հետ, ու ապրեց նրա հետ, հաղորդակցվեց նրա հետ, երբ որ մարմնից դուրս գա ինքը կշարունակի այդ հաղորդակցությունը։ Եթե մինչև մարմնից դուրս գալը ոչ մի հաղորդակցություն չի ունեցել Աստծո հետ, երբ որ մարմնից դուրս գա էլի չի ունենալու։ Լսում եք քրիստոնյաներ, զգույշ եղեք, ուշադիր եղեք, կարիք կա անընդհատ մեր կյանքի ընթացքում զարգացնելու հաղորդակցությունը։ Ավետարանչության տեսակետից Մարկոսը մի քիչ ավելի կոնկրետ է գրում։ Ուզում եք կարդանք Մարկոսի ավետարանում ինչպես է գրված։ Տեսեք Մարկոսը ինչ է գրում 16-րդ գլխում։ Ես հաճախ կթերթեմ ու տարբեր ավետարանների այդ վերջին падգամը կխոսեմ։ Գիտեք ինչու։ Դա ասել է Հիսուսը նույն ժամանակ։ Ուղղակի ամեն ավետարանիչ վերցրել է խոսքերի մի մասը ու գրել է մի մասը, որը անհրաժեշտ է համարել Սուրբ Հոգու առաջնորդությունով։ Մարկոսի ավետարան 16-րդ գլխի 15-16 խոսքերը պիտի կարդամ։ Եվ ասաց նրանց. գնացեք բոլոր աշխարհը ու ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներին։ Նա որ հավատա ու մկրտվի, պիտի փրկվի։ Նա որ չհավատա, պիտի դատապարտվի։ Այսինքն ասեց գնացեք դուք, ասեք ճշմարտությունը, խոսեք ճշմարտությունը, կլինեն մարդիկ, որ կհավատան։ Նրանք, որ կհավատան, կփրկվեն հավիտենական կորուստից։ Այսինքն կստեղծեն այդ հաղորդակցությունը Աստծո հետ ու կշարունակեն ապրել հավիտյան Աստծո հետ։ Նրանք, որ չեն հավատա, տեսեք ինչ է գրված, նա որ հավատա ու մկրտվի, պիտի փրկվի, բայց նա որ չի հավատա, պիտի դատապարտվի։ Աստվածաշունչը շատ կոնկրետ է խոսում։ Կասկածներ չի թողում այս խոսքի մեջ։ Հիսուսը չասեց, նա որ չի հավատա, գուցե էլի փրկության հնարավորություն ունենա։ Նկատում եք շատ կոնկրետ են գրված խոսքերը։ Չգիտես թե ինչի քրիստոնյաները չեն սիրում այդքան կոնկրետ տեսնել Աստվածաշունչը։ Նրանք որ կարդում են։ Դուք հանդիպել եք մարդկանց, որ իրենց համարում են քրիստոնյա, բայց երբեք Աստվածաշունչը չեն կարդացել։ Հանդիպել եք մարդկանց, որ իրենց համարում են քրիստոնյա, բայց երբեք Աստծո հետ հաղորդակցություն չեն ունեցել։ Այս սրա կարիքը կա, որ թեկուզ մարդիկ կոչվում են քրիստոնյաներ, բայց իրենք հաղորդակցություն չունեն։ Կարիքը առաջացնելու, այդ հաղորդակցությունը առաջացնելու կարիքը կա։ Ու անհրաժեշտ է, որ դա քարոզվի, որ դա խոսվի, որովհետև եթե չասեք, ով կունենա այդ հաղորդակցությունը։ Եվ սա ոչ միայն պիտի խոսվի, դա պիտի ցույց տրվի։ Պետք է մարդկանց օգնել, որ իրենք կարողանան այդ հաղորդակցությունը ունենալ։ Առաջին հերթին ավետարանչության մասին է այստեղ խոսքը։ Այն հոգևոր բաժինը կամ ապրում Աստծո հետ, կամ էլ որ ասեցի չի ապրում Աստծո հետ, գիտեք որտեղ է ապրում։ Այդ վայրը Հիսուսը անվանեց դժոխք։ Այդ վայրը Հիսուսը նկարագրեց այսպես, որ այնտեղ կա կրակ, որը երբեք չի մարում, որ այնտեղ կան որդեր, որոնք չեն մեռնում։ Եսայի մարգարեության մեջ գրված է, որ որդերը լցնում էին, ծածկում էին կարծես թե այն անձին, ով որ գնացել էր դժոխք, վերևից, ներքևից գրված է, որդերը 4 կողմից շրջապատել էին։ Չգիտեմ Եսայի մարգարեությունում կարդացել եք այդ հատվածը։ Մի այդպիսի նկարագիր կա։ Այսինքն կա մի վայր, որը նման է աղբանոցի, որտեղ դեն են նետվում են բոլորը, ինչը որ Աստծուն պետք չեն։ Ու դա հավիտենական կրակները պիտի բարձրանան այնտեղից։ Պատմություն ասում է, որ Երուսաղեմի մոտակայքում եղել է մի ձոր, որի անունն է եղել Գեհինոմ։ Եվ Հիսուսը դրա օրինակով խոսել է նկարագրել է դժոխքը։ Ասել է ինչպես այնտեղ կրակը չի մարում։ Ու անընդհատ անում են քաղաքի աղբը թափում են այնտեղ ու անընդհատ այնտեղ վառվում է։ Գիտեք ինչի են այնտեղ վառում, որպեսզի վարակներ չտարածվեն։ Որպեսզի այդտեղ թող փչացող նյութերից վարակ չտարածվի։ Ու բոլոր օրգանական նյութերը այդ մասում վառվում են։ Նաև անօրգանական վառվող նյութերը, այսինքն ինչ հնարավոր է վառել, վառում են։ Այսինքն մինիմումի են հասցնում վարակի տարածման կամ ինչ-որ բանի տարածման հնարավորությունը։ Նույն ձևով կատարվում է հոգևոր աշխարհում։ Այն ամենը, ինչը որ Աստծուն պետք չի գալու, այն ինչը որ դեն գծվելու է, այն ինչը որ կարա երկնքի թագավորության մեջ մեղք մտցնի, այդ բոլորը հավաքման մի վայրում ու հավիտյան պիտի վառվի։ Պատկերացնում եք ինչ ահավոր մի բան է սա։ Ամենաահավորը գիտեք որն է, որ մենք երկրի վրա ենք, ու երբ որ դժվարություն ենք ունենում, չգիտես ցավոտ հիվանդություն կամ նեղություն հոգեբանական չէ, եկել ասում ենք կմեռնեմ, կպրծնեմ։ Այո, ճիշտ եք ասում։ Երբ որ մեռնենք, դրանից կպրծնենք։ Դժոխքում չարչարվող մարդը նման արտահայտություն անել չի կարող, նա վերջ չունի։ Չկա մի տեղ, որ ինքը նայի ասի այդտեղ կվերջանա դա։
Պատկերացնեք դրա ահավորությունը ինչպիսին է։ Ու հանկարծ այդ մարդիկ ձեր կողքին են, ու այդ մարդիկ մեր շուրջն են, ու նրանք պոտենցիալ դժոխք գնացող մարդիկ են։ Գիտեք, ոչ մի բարի գործ, ըստ մի խաբկանքն էլ պետք է մարդկանց մեջից անել, ոչ մի բարի գործ երբեք ոչ մի մարդու չի փրկելու։ Այդպիսի ուսմունքներ, գաղափարներ ու շատ անհավատների մեջ տարածված են, նույնիսկ շատ հավատացյալներ հաճախ այդպես են մտածում, որ բարի գործերով կարող են փրկվել։ Օրինակ ինչ որ բաներ դրական են անում, նման բան չի լինելու ընդհանրապես։ Աստված միայն մի ճանապարհ է հաստատել, որոշել երկին գնալու համար։ Գիտեք այդ ճանապարհը որն է։ Հիսուս ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը»։ Ասաց. «Ոչ ոք չի կարող գալ Հորս մոտ, եթե ինձանով չգա»։ Այսինքն ինչպես պիտի գնալ Հոր մոտ։ Միայն Հիսուսի միջով, որովհետև նա է ճանապարհը։ Հենց այնպես չեմ ասում մեջ բառը, հենց Հիսուսի մեջով, որովհետև եթե դու կմտնես Հիսուսի մեջ, կգնաս երկինք։ Չես մտնի Հիսուսի մեջ, չես գնա։ Եվ սա պետք է մարդկանց խոսել, կարիք կա սա խոսելու։ Մենք նրա համար չենք փրկված, որ կանգնենք այստեղ ու ասենք ինչ լավ է, մենք փրկված ենք, եկեք Աստծուն փառքանք։ Փրկված ենք նրա համար, որ ուրիշներին էլ ասենք, գիտեք փրկություն կա, որ բարի լուր կա։ Ասենք մի հատ շատ վատ լուր կա։ Գիտեք որն է այդ վատ լուրը, որ բոլոր մարդիկ իրենց ծնողներից ծնվում են արդեն դժոխք գնացողներ, պոտենցիալ դժոխք գնացողներ։ Իրականում մեր ներքին մարդը որ կա, ինքը ունի որոշակի բնություն իր մեջ էություն ունի, այդ հոգին մեր, որ անվանում ենք հոգի։ Իրականում դա այդ եսն է, որ ասում եմ եսի նկատի ոչ ունեմ ես ֆիզիկական մարմինը։ Եթե դուք այդպես եք մտածում, փոխեք ձեր մտածելակերպը։ Ես որ ասում եմ եսի նկատի ունեմ այն անձը, որ բնակվում է այս մարմնի մեջ։ Ու այդ անձը ունի որոշակի բնություն, որը չի համապատասխանում Աստծո բնության հետ։ Այսինքն երբ որ ես ծնվել եմ իմ ծնողներից, ես չեմ համապատասխանել Աստծո բնության հետ։ Բայց կյանքում եկավ մի պահ, որ ես բռնեցի Հիսուսին ու ասացի փրկի ինձ, որովհետև եթե դու չփրկես, ես կգնամ դժոխք։ Ու ինքը փրկեց ինձ։ Գիտեք ինչպես։ Իմ այդ ներքին էության այդ բնությունը փոխեց։ Ու դրանից հետո ինձ համար հաճելի դարձավ իր հետ ապրելը։ Ինձ համար հաճելի դարձավ Աստծո երգերը լսելը։ Ինձ համար շատ հաճելի է Աստծո խոսքը կարդալը, այս գիրքը բացելն ու կարդալը։ Այս խոսքերին ես նայում եմ որպես մի հարազատ, գիտեք ինչու, որովհետև արդեն իմ ներքին բնություն է։ Եվ այս խոսքերի բնությունը համապատասխանում են իրար հետ։ Բայց շատ մարդիկ դուք կհանդիպեք, որոնք չեն սիրում Աստծո խոսքը, չեն սիրում այս երգերը։ Գիտեք ինչի չեն սիրում։ Իրենց ներքին բնությունը չի համապատասխանում դրանց հետ։ Իրենց ներքին էությունը չի համապատասխանում։ Նրանք փրկվելու կարիք ունեն։ Դուք մեկի մոտ խոսեք Աստծո մասին, ինքը կասի գլուխս ցավում է, մի խոսա։ Գիտես ինչու։ Իր ներքին բնությունը չի համապատասխանում։ Այո, որ այդ ներքին բնության համապատասխանությունը առաջացնեք, ինքը հաճույքով կլսի։ Ինքը չի կարող նայել են կեղտոտ բաներին, ինչը որ էս աշխարհում է։ Կնայի, կասի զզվում եմ դրանցից։ Ինչպես եք մտածում։ Նկատում եք ինչ-որ նշաններ։ Մեզ համար, որպես մարդիկ, որ Հիսուսը ուղարկել է բոլոր ազգերի մեջ խոսելու ճշմարտությունը, առաջին հերթին պիտի մեր սրտերի մեջ գործի ցավը այդ մարդկանց համար։ Եթե չեմ, ուրեմն մեր հաղորդակցությունն էլ Աստծո հետ լավը չի։ Որովհետև Աստված նայում է երկնքից մարդկությանը ու տեսնում է ինչքան հազարներով, միլիոններով գուցե մարդիկ գնում են դժոխք ու գնում են դժոխք։ Ու հանկարծ ցավ չես ապրում դրա համար, որ այդ մարդիկ գնում են դժոխք։ Աստծո սիրտը ցավ է ապրում, քո սիրտը ցավ չի ապրում։ Գուցե սրտերի մեջ հաղորդակցություն չկա։ Գուցե քո հարազատներն են, որ արդեն մոտ է իրենց տարիքը կամ հիվանդությունով կամ էլի ինչ-որ մի պատճառով, որոնք անընդհատ քո շուրջն են։ Ու դու ոչինչ չես անում այդ մարդկանց փրկության համար։ Հետևաբար քո եւ Աստծո հաղորդակցությունը լավը չի։ Դու չես կարող կանգնել Աստծո առաջ աղոթքի ամեն անգամ ու ասել. «Տեր, ես քո ծառան եմ»։ Ու Աստված քեզ չասի. «Գիտես, այս մարդկանց ճշմարտությունը խոսի, իրենք խաբված են»։ Իրենք կարծում են, թե աշխարհի ամենաբարի մարդիկ են ու ես դրա համար իրենց պիտի ընդունեմ, բայց չեմ ընդունելու, մինչև իրենք իմ որդուն չընդունեն։ Պատկերացնում եք, Աստված քեզ կասի անպայման, եթե դու նրա հետ հաղորդակցություն ունեցող մարդ ես։ Կասի լավ, դու այդքան ինձ փառք ես տալիս, որ դու փրկված ես, բայց քո կողքի մարդիկ, մի հատ նայիր նրանց։ Այս պահը, որտեղ ցավ ունենաս մարդկանց համար, ու եթե հիմա ես խոսում եմ, ու դու նկատում ես, որ քո ներքին կյանքում կորածների համար ցավ չունես, կանգնի Աստծո առաջ ու աղոթի, խնդրի, ասա Տեր, բաց արա ինձ։ Ուզում եմ ամեն մեկի համար ցավ ունենալ։ Դուք երբևէ նստել եք քաղաքային տրանսպորտ, նայում եք այդտեղ գտնվող մարդկանց, ու մտածել եք, այ հիմա, հենց հիմա ավտովթար լինի հանկարծ։ Ու բոլորս 10 հոգի ենք սրա մեջ, թե քանի հոգի բոլորս մահանանք։ Ես կգնամ երկինք փառքես Տեր, բայց այսքան մարդ կարա գնա դժոխք, որոնք հենց իմ կողքին են, հենց ինձ հետ են։ Իսկապես մտածել եք դրա մասին։ Պատկերացնեք դատաստանի օրը ինչ պիտի տեղի ունենա։ Աստված պիտի անհատապես մեզ բոլորիս դատի։ Ու մեկ էլ կանգնում ենք Աստծո առաջ դատվելու, ու մեկ էլ մեկը, որ անհավատա կանգնում Աստծո առաջ, ասում է, հա, քո որդին չէր իմ կողքին։ Մի հատ բերանը չբացեց, չասեց. Ինչ ես ինձ դժոխք ուղարկում։ Հիմա ես եմ մեղավոր, թե ինքը։ Այդքան ժամանակ քեզ հավատացող մարդը չէր, որ իմ առաջ ապրեց այնպես, որ ես իրանից գայթակղվեցի ու ես քեզ չընդունեցի։ Գիտեք, այսօր հավատացյալ անհավատ հայերի մեջ ես այնքան շատ չեմ հանդիպում մարդիկ, ովքեր Աստծո մասին չեն լսել, ինչքան շատ հանդիպում եմ մարդիկ, ովքեր հավատացյալներից վատացած են։
գայթակղված են։ Հենց խոսում ես հավատքի մասին, ասում ես չի հավատացյալը, սուտ խոսում է, փողի համար կռիվներ սարքում է, պատրաստ է ամեն տեսակ շնություն ու ինչ տեսակ մեղքեր ասես գործելու։ Ասում ես ո՞նց հավատամ այդ Աստծուն, ո՞նց հավատամ հավատացյալներին։ Մեկ յոթ է խոսում, ասում է ինչ ճշմարտություն, ասում է ինչի մասին ես խոսում։ Գիտես քանի եկեղեցիներում եմ եղել, քանի հավատացյալների մեջ եմ եղել ու թվարկում անուններ, որոնց ես ճանաչում եմ։ Հայաստանում եղած եկեղեցիների անունները թվարկում, ասում ես այդ խմբերի մեջ եղել եմ։ Ասում եմ չկա ճշմարտություն։ Ասում ես եղել եմ, տեսել եմ, իրանք խոսում են մի բան, գնում են հետո անում են ուրիշ բան։ Ասում եմ բոլոր հավատացյալները քեզ կասեն, քեզ փրկվելու կարիք ունես, բայց իրանք կգնան լրիվ ուրիշ բան կանեն, մեղքեր կգործեն։ Հանուն փողի, հանուն իրենց պատվի։ Դե արի ես մարդուն բացատրի, որ այդ մարդիկ չեն հավատում իրականում։ Այն մարդը, որ մեղք կգործում իրականում չի հավատում։ Դուք այդպես չեք մտածում։ Եթե հավատա արդյոք մեղք կգործի, եթե հավատա, որ Աստծո աչքերը տեսնում են ու ինքը դրանց համար պիտի դատվի այդ մարդը մեղք կգործի, իհարկե չի գործի։ Շատ դժվար է լինում այդպիսի մարդկանց բացատրելը։ Պատկերացնում եք, այն մարդը, որ տանում է ավետարանը իր հետ, ինքը պիտի ապրի ավետարանը, ոչ միայն պիտի խոսի ավետարանը։ Ինքը պիտի ապրի, որպես թե ինքը հավատում է։ Մարկոսի ավետարանում իշմեք ոնց էր գրված։ Գրված էր, որ գնացեք բոլոր աշխարհը ու քարոզեք, նա որ հավատա ու մկրտվի պիտի փրկվի, նա որ չհավատա, իսկ ինչի պիտի հավատան, եթե միայն քո խոսքերն են լինելու։ Եթե դու պիտի ասես, որ փողից ավելի թանկ բան կա, դա Աստծո պաշտամունքն է, Աստծուն երկրպագելն է, Աստծուն նվիրվելն է, ու հանկարծ ինքդ ապրես հանուն փողի ուրանալով Աստծո խոսքը, այդ մարդը ում որ դու խոսել ես կհավատա արդյոք։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Մեր մեջ ոչ միայն ցավը պիտի գործի, մեր մեջ պատասխանատվության զգացումը պիտի գործի, որովհետև մենք Աստծո առաջ պատասխանատու ենք մեր շուրջ եղած մարդկանց համար։ Այս տեսանկյունից նայած դուք միսիոներներ եք ձեր շուրջ եղած մարդկանց մեջ։ Դուք աղարկված եք ձեր շուրջ եղած մարդկանց մեջ։ Այս խոսքը հաճախ երևի մարդիկ կարդում են քրիստոնյաները եւ կարդում են այս ձևով։ Եվ Հիսուսը մոտենալով նրանց խոսեց նրանց ու ասաց. ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքի ու երկրի մեջ։ Ուրեմն գնացեք բոլոր ազգերը ու պատկերացնում են, որ իրենք պիտի գնան, չգիտեմ, հեռավոր Ավստրալիա, Աֆրիկա, չգիտեմ, ել որ ազգերը, ել որ ազգերի մեջ։ Ու մտածում են, դե դա իմ գործը չի, դա թող ուրիշները անեն։ Իմ գործն է ապրել այստեղ Հայաստանում, իմ տան մեջ, լավ էլ տուն ունեմ։ Մի քիչ էլ հեսա կոմֆորտը կլավացնեմ, մի քիչ իմ նյութականս կավելացնեմ։ Գուցե այսպես են մտածում հավատացյալները, ու մտածում են, որ այդ ուրիշ ազգերի մեջ գնալը, բայց գուցե չեն մտածում, որ հենց իրենց շուրջ եղած մարդկանց մեջ իրենք արդեն ուղարկված են։ Դու բարեկամներ ունես, որոնք անհավատ են, որքան ես աղոթում նրանց համար, որքան ես ջանք անում ու պատասխանատվության զգացում կրում այդ մարդկանց փրկության համար։ Եթե քեզ հարազատ մարդիկ, դու որ սիրում ես այդ մարդկանց, վաղը տեսնես իրենց դժոխքում ու դու փրկված երկնքում, արդյոք այդքան լավ պիտի զգաս քեզ։ Կամ դատաստանի օրը այդ մարդիկ քեզ չեն մատնացույց անելու, ասելու չէ որ դու չէիր այն մարդը, որ իմ կողքն էիր անընդհատ բերանդ չբացեցիր ու չխոսեցիր, կամ այնքան կեղտոտ ապրեցիր, որ ես խոսածածին չհավատացի։ Հասկանում եք մեր վրա ինչ պատասխանատվություն ա դրված։ Սա պիտի մղի տանել ավետարանը մարդկանց, ոչ միայն մղի տանել, սուրբ ապրել, մաքուր ապրել, այդ ավետարանին համապատասխան ապրել, գիշեր ցերեկ այդ մարդկանց համար աղոթել։ Հիշեք, ոչ մի բան կյանքում պատահական չկա։ Մենք հավատացել ենք ամենակարող Աստծո, դուք այդպես եք մտածում։ Դուք հավատում եք, որ հավատացյալի կյանքում ոչ մի բան պատահական չի լինում։ Դրական դեպքեր, բացասական դեպքեր, ոչ մի բան ուղղակի պատահական չի լինում։ Ու հանկարծ մի դեպք կա լինում, որ դու հանդիպում ես ինչ-որ անհավատ մարդկանց հետ, կարծում ես պատահական է դա եղել։ Պատահական ոչինչ չի եղել, դու միշտ ուղարկված ես։ Այն պահին, որ դու հանդիպեցիր Հիսուսի հետ, դրանից հետո դու դարձար ուղարկված։ Այս պատգամը քեզ ա վերաբերվում, գնացեք բոլոր ազգերը ու մարդկանց ավետարանը քարոզեք, ով որ հավատա պիտի փրկվի, ով որ չհավատա պիտի դատապարտվի։ Դեռ հավատալու գործերի մասին հետո կխոսեմ, մի ուրիշ անգամ կխոսեմ։ Բայց այսօր այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, որ մենք ուղարկված ենք հատուկ տանելու ավետարանը մարդկանց մեջ։ Եվ սա յուրահատուկ անznուրացություն է պահանջվում, որ ոչ թե ես գնամ գիշերը հանգիստ քնելու, այլ մի հատ վեր կենամ կանգնեմ Աստծո առաջ, ասեմ ո՞նց կարող եմ ես փափուկ անկողնում տաք տեղում լավ քնել գիշերը, երբ որ իմ հարազատները ամեն վարքյան կարող են գնալ դժոխք, երբ որ իմ շուրջ եղած մարդիկ ամեն վարքյան կարող են գնալ դժոխք, ու ես կանգնեմ քո առաջ ու ասեմ, որ ես արդար մարդ եմ, ինչպես։ Խնդրում եմ ճիշտ հասկացեք, նայեք Աստծուն հավատքով, այս խոսքերի մեջով։ Դուք եթե տեղից չշարժվեք, վերջի վերջո չգիտեմ, գուցե Աստծո դատապարտությունը գա։ Այն բոլոր հաղորդակցությունները, որ դուք ունեք անհավատների հետ, պատահական չեն։ Կարիք կա այդտեղ խոսելու ուղղակի ճշմարտությունը, որովհետև մենք այսօր դարձել ենք ուղարկվածներ։ Եկեք բացանենք իրար հետ Ղուկասի ավետարան 24-րդ գլուխը։ Ղուկասի ավետարանում մի քիչ ուրիշ ձև է գրված։ Շատ ավելի կոնկրետ, մանրամասն է գրված, թե ինչ պիտի խոսի հավատացյալը գնալու ժամանակ։ 46-47-րդ խոսքերը 24-րդ գլխի։ Եվ ասաց նրանց. այսպես գրված է, եւ այսպես պետք է Քրիստոսի չարչարվելը ու երրորդ օրը մեռելներից հարություն առնելը։
Եվ նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվել բոլոր ազգերի մեջ Երուսաղեմից սկսած։ Տեսեք ինչ է ասում, կարիք կա գնալ ու մարդկանց ասել, գիտես Հիսուսը մահացել է քեզ համար, որովհետև դու մեղավոր ես, որովհետև դու չէիր կարող ինքդ քեզ փրկել, դրա համար պետք եղավ, որ մեկը գար ու մահանար քեզ համար։ Գրված է, չէ՞, Քրիստոսի չարչարվելը ու երրորդ օրը մեռելներից հարություն առնելը։ Այնքան ջերմեռանդ մարդիկ կտեսնեք, որ կասեն ես հավատում եմ, չգիտեմ, ես համարում եմ ինձ հայ քրիստոնյա, հենց ասում եք Հիսուսը հարություն առել, ասում եք ձեռս առնում, ինչ հարություն։ Չեն հանդիպել ձեզ այդպիսի մարդիկ։ Հիսուսը իսկապես մահացել ու հարություն առել։ Ու սա արմատական հարց է, եթե մեկը չհավատա Հիսուսի հարությանը փրկության չի կարող ունենալ։ Հռոմեացիների 10-րդ գլխում է գրված 9-10 խոսքերը։ Եթե մեկը իր սրտում հավատա, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց ու իր բերանով Տեր Խոստովանի պիտի փրկվի։ Այսինքն եթե մեկը չհավատաց, երբեք չի կարող փրկվել։ Նկատում եք հիմա ինչին պիտի հավատա մարդը, այն որ Մարկոս ասում է գնացեք քարոզեք ամբողջ աշխարհում, նա որ հավատա պիտի փրկվի, նա որ չհավատա պիտի դատապարտվի։ Այս հարության հարցը շատ կարևոր է։ Մի պահ նայեք, եթե կարդա Գործք առաքելոց գիրքը, առաքյալները քարոզում էին։ Պետրոսը քարոզեց Կորնելիոսի տանը։ Պողոսի շատ քարոզներն են գրված, բայց կնկատեք մի ընդհանուր բան. բոլոր քարոզների մեջ կա Հիսուսի հարությունը։ Բոլոր քարոզների մեջ։ Պետրոսը խոսում էր Կորնելիոսի տանը, հեթանոս մարդկանց էր խոսում։ Այդ մարդիկ երբեք ճշմարտություն չէին լսել։ Գուցե մի քիչ Կորնելիոսը ծանոթ էր 5 կտակարանային գրքերին։ Նոր կտակարանը գրված չէր այդ ժամանակ։ Նոր էր գրվում այդ դեպքերը։ Ու մեկ էլ անկարծ խոսում է Հիսուսի հարության մասին։ Կարդում ենք Պողոսի մասին Գործք 13-րդ գլխում, մտավ հրյաների ժողովարանը, հրյաներ էին։ Իրանք հավատում էին 5 կտակարանային գրքերին։ Բայց մի հատ այս մարդկանց 5 կտակարանային գրքերով ապացուցեց, որ Հիսուսը հարություն է առել։ Ու եթե նայեք այդ քարոզի մեջ ամենամեծ տեղը զբաղեցնում է Հիսուսի հարությունը ապացուցելը։ Հետո խոսեց հեթանոսների հետ, խոսեց Աթենքում, դեռ հեթանոս մարդիկ էին, մի հրյա չկար մեջները։ Այդ հեթանոսներին խոսեց Աստծո մասին, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, բայց ամենավերջում նորից կանգնացնեց նրա վրա, որ Հիսուսը հարություն է առել։ Եվ բոլոր քարոզների մեջ տեսնում ենք Հիսուսը հարություն է առել։ Սա ամենակարևոր բաժիններից մեկն է, խոսեք մարդկանց։ Եթե մարդը սրտանց հավատա, որ Հիսուսը հարություն է առել, որովհետև մեռած անձնավորությունը Տեր չեն ընդունում։ Եթե Հիսուսը մահացել ու հարություն չի առել, նրան ինչպես կարող են Տեր ընդունել, բայց եթե մահացել ու հարություն առել, այո, նրանք պիտի Տեր ընդունեն։ Ու եթե Տեր ընդունեն, իրենք պիտի կանգնեն Աստծո առաջ այս դիրքով, ասեն Տեր, ինչ ես ուզում որ անենք։ Այս դեպքում Աստված կգործի իրենց կյանքում ու իրենց փրկությունը կպարգևի։ Եկեք շարունակենք 47-րդ խոսքում, տեսեք ինչ է գրված։ Եվ նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվել։ Գրված է, որ Հիսուսի անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն պիտի քարոզվի։ Այսինքն, երբ որ կգնանք անհավատների մեջ, խոսեք, որ իրենք մեղքեր ունեն, որոնց համար պիտի դատապարտվեն, որ կարիք կա այդ մեղքերից ապաշխարելու եւ այդ մեղքերից ազատվելու։ Ուրեմն նայեք մի անգամ էլ 47-րդ խոսքին, ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվել։ Այս թողություն բառը հունարենում գրված է մի բառ, որ ավելի շատ նշանակում է ազատվել։ Որովհետև այն մարդը, որ ներքին բնության փոփոխություն իր մեջ չի ապրել, ինքը չի կարող մեղքերից ազատվել։ Իսկ այն մարդը, որ ներքին բնության փոփոխություն է ապրել, ինքը ազատ է ընտրելու, կարա մեղ գործի, կարա շարունակի մեղ գործել եւ կարա ապրի բացարձակ սուրբ։ Ինքը ազատ է արդեն դրանից։ Եվ նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն կամ մեղքերից ազատագրում քարոզել։ Պատկերացնում եք ինչ բանտից եք հանելու մարդկանց, եթե դուք քարոզեք, այդ բանտը երկաթե վանդակներով չի փակված։ Ավելի վտանգավոր վանդակներով, մեղքի վանդակներով է փակված։ Մարդիկ գերության մեջ են, այնքան լավ հիշում եմ, փողոցում քայլում էին մի քանի հոգի։ Մի կին էր, երկու տղամարդ էին, չեմ հիշում, մի քանի հոգի էին։ Բայց այս կինը մեկ էլ էսպես այդ տղամարդկանց առաջ sense խոսում է ու ասում է, գիտեմ ես որ վատն եմ։ Ասում ես գիտեմ որ ես շատ վատն եմ, բայց ինչ անեմ, չեմ կարող փոխվել։ Ես նայում ես ու խիղճը տանջում է, ասում ես, բա չասես այս մարդուն, որ փոփոխության հնարավորություն կա։ Ոնց չասես, որ փոփոխության հնարավորությունը կա, որ կարելի է փոխվել, ընդունի Հիսուսին, կանչի քեզ Տեր, տես ինքը որպես Տեր քո ներսիդ աշխարհը ոնց կփոխվի, այն վատից լավը կդառնաս դու։ Եվ մի բան էլ հաշվի առեք, երբեք ոչ մի սխալ ուսմունք չի կարող փոխել մարդու ներքին աշխարհը։ Աստվածաշնչում գրված շատ խոսքեր կան, օրինակ ներքին ցանկություններ, ներքին կրքեր, դրանցից ազատագրում, կապվածություններից ազատագրում, այսպիսի բան չի կարող սխալ ուսմունքը անել։ Նույնիսկ այն սխալ ուսմունք ունեցող մարդիկ օրինակ արևելյան կրոններում, ես վերեմ մի քիչ ավելի հեռու, բայց եթե ուզում եք մոտիկից էլ կարող եմ բերել, արևելյան կրոններում մարդիկ իրենց մարմինը ճնշում են, որ ինչ որ բաներից իրենց մաքուր պահեն։ Գիտեք, մարմինը ճնշում են, բայց այն ներքին հոգու հպարտությունից իրենց չեն կարող ազատել։ Այն վիրավորվածության զգացումից իրենք կյանքում իրենց չեն կարող ազատել։ Այն ցանկության մեղքից երբեք իրենց չեն կարող ազատել։ Դա կարող ազատի միայն Հիսուսը ճշմարտությունը ընդունելու դեպքում։
Եվ եթե դուք անկեղծ ուզում եք տեսնել, թե դուք ճշմարտությունը ընդունել եք թե չէ, իսկապես Հիսուսի հետ ապրում եք թե չէ, նայեք ձեր վերաբերմունքը, ձեր ներսի աշխարհի վերաբերմունքը մեղքին։ Եթե դուք սկսում եք մեղքը արդարացնել, ուրեմն դուք Հիսուսի հետ կապ չունեք։ Բայց եթե անկեղծորեն ընդունում եք ու տեսնում եք ինչպես է ինքը ազատագրում ձեզ մեղքից, ուրեմն դուք իսկապես կապ ունեք ու ինքը ձեր վրա տեր է դարձել, դրա համար է ազատագրում։ Եվ ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզել։ Այստեղ մի այնքան բարի լուր կա, որը ինձ շատ է ուրախացրել ու գիտեմ, որ շատ քրիստոնյաների էլ ովքեր փրկված են ուրախացրել է նրանց։ Գործք առաքելոցում, երբ որ Պողոսը քարոզում էր անհավատներին, հեթանոսների էր քարոզում, ասաց Աստված անտես է արել տգիտության ժամանակները։ Ու հիմա ամեն տեղ պատվիրում է ապաշխարել։ Լավ չես իմացել ճշմարտությունը, ապրել ես մեղքերի մեջ, պատկերացնում եք Աստծո մեծ սիրտը։ Ասում է այդ բոլորը անտես է անում, սրանից հետո ասում է ճիշտ ապրի։ Ապաշխարություն է քարոզում, ասում է մինչև հիմա չես իմացել, ես գիտեմ, որ չես իմացել։ Ջնջում եմ այդ բոլորը, հիմա նոր կյանք ապրի իմ առաջ։ Աստծո մեծ սիրտը։ Ես որ մեկ-մեկ նայում եմ ինքս ինձ, ասում եմ ես ինչ չէի փրկի։ Աստծո տեղը լինեի չէի փրկի։ Աստծո տեղը լինեի կզզվեի, չգիտեմ ինչքան պատիժներ կբերի իմ գլխին ու ինչեր կանեի։ Դուք այսպես չեք ճանաչում ձեզ, ուրեմն լավ չեք ճանաչում։ Պետք է լինի Աստվածաշունչը լավ կարդալ ու Աստվածաշունչով ճանաչել։ Աստվածաշունչն լույս է, որը լույս է բերում մեր կյանքում ու ցույց է տալիս թե ով ենք մենք, ինչպիսին ենք ու ինչ փրկություն ենք ունեցել։ Իրականում մի բան էլ եմ ուզում զգուշացնել, նայեք Աստվածաշնչին։ Մեզ պետք չի եկեղեցի քարոզել։ Շատերը գնում են ասում են արի եկեղեցի։ Ասում են ինչի համար գամ։ Կամ ես եկեղեցի չեմ գա, այդ ինչ եկեղեցի է։ Որ եկեղեցին, Սուրբ Սարգիս։ Ասում ես չէ, մեր եկեղեցին հավաքում է այստեղ։ Ասում են դա աղանդա, որովհետև այնտեղ չի հավաքում։ Սխալ տեղից սկսված ավետարանչություն, այսպես ավետարանչություն չեն անում։ Գնում եք, խոսում եք կա Հիսուս, որը մահացել ու հարություն է առել։ Ու իր անունով դուք մեղքերի թողություն ունեք, մեղքերից ազատագրվելու իշխանություն ունեք։ Ուզում եք սա ունենալ, ընդունիր Հիսուսին Տեր, ընդունիր իսկապես սրտանց ընդունիր նրան Տեր։ Ու երբ որ սրտանց ընդունես, պատրաստ ես իր խոսքերը կատարել, դու կտեսնես ոնց մեղքերից կազատվես։ Ու ազատության զգացում կունենաս։ Այս ազատության զգացումը գիտեք ինչպիսի մի բան է։ Մարդը եթե ծնված ու մեծացած լինի վանդակների հետևում, ինքը չի հասկանա ինչ բան է ազատությունը։ Երբ որ մարդուն ասում ես ազատություն, ինքը ասում է ես ազատ եմ։ Ու մեկ-մեկ ազատությունը բոլորովին հակառակն են հասկանում։ Կարծում են թե իրենց բոլոր ցանկությունները կատարելը ազատություն է։ Իրականում իրենք իրենց ցանկությունների գերին են։ Բայց մի անգամ, որ ազատության համը առնեն այդ ցանկություններից, որ տեսնեն ինչպես իրենք իշխանություն ունեն իրենց ցանկությունների վրա, իրենք իշխանություն ունեն մեղքի վրա, ազատության համը առնեն կհասկանան այդ ազատությունը ինչ բան է։ Արժի դա ցույց տալ, դա ոչ միայն խոսել, այլ դա ցույց տալ։ Այդ նպատակամղված ձևով ապրել ես երկրի վրա, որովհետև դուք ուղարկված եք որպես միսիոներներ բոլոր տեսական հավատների մեջ ու բոլոր ազգերի մեջ։ Սա նշանակում է նաև հայերի մեջ։ Ոչինչ նշանակում պիտի անպայման Հայաստանից դուրս գալ սրա համար, անպայման նաև հայերի մեջ։ Առաջին իմաստը սրա ավետարանչությունն էր։ Եկեք մի անգամ էլ բացենք Մատթեոսի ավետարան 28-րդ գլուխը։ Այս անգամ միայն 28-րդ գլխից կխոսեմ, այլ չեմ գնամ այս ավետարանների վերջը, որովհետև երկրորդ իմաստը միայն սրա մեջ կա։ 19-րդ խոսքում ուրեմն գնացեք բոլոր ազգերը, աշակերտեցեք։ Հունարեն բառը, որ գրված է այստեղ աշակերտեցեք, մի բառ չի գրված։ Այստեղ գրված է այնպիսի մի հատ արտահայտություն, որը նշանակում է գնացեք բոլոր ազգերը ու աշակերտներ ձեռք բերեք։ Ինչ կլինի, եթե դուք գնաք մարդկանց, խոսեք, իրանք էլ ասեն, հա, հավատում ենք, հետո ասեք, դե ընդունիր Հիսուսին, ասի, հա, ընդունում եմ, մի հատ էլ իրար հետ աղոտ կանեք, ասեք, վերջ, ես իմ գործը վերջացի, գնում եք առաջ։ Այսպես չի լինում։ Հիսուսը չասեց գնացեք ավետարանչություն արեք այստեղում, ասեց գնացեք աշակերտներ ձեռք բերեք։ Ես այս ձևով կասեմ, լավ։ Գնացեք այս մարդկանց դարձրեք աշակերտներ, եթե մեր լեզվով խոսենք։ Գնացեք այդ մարդկանց դարձրեք աշակերտներ։ Իրական պատվերը սա է, աշակերտության բուն էությունը դեռ հետո կխոսեմ, որովհետև վերջում էլ ասում է սովորեցրեք։ Նկատել եք, նայեք 20-րդ խոսքին սովորեցրեք նրանց։ Եթե խոսքը աշակերտություն անելը լիներ հենց սովորեցնելը, երկու անգամ չէր գրվի դրա մասին։ 19-րդ խոսքի սկզբում աշակերտեք, 20-ում ասում է սովորեցրեք։ Աշակերտության process-ը, որ մեր եկեղեցում շատ ծանոթ եք, 20-րդ խոսքում է գրված։ Իսկ 19-րդ խոսքում գրվածը, որ ասում է աշակերտեցեք, սա վերաբերում է դեռևս ավետարանչության այն իմաստով, որ երբ որ կավետարանեք, հավատացած մարդկանց դարձրեք աշակերտներ, այդպես մի թողեք։ Ավետարանչությունը կարծես թե կիսատ մի թողեք, նրանց դարձրեք աշակերտներ։ Գիտեք ինչ է նշանակում աշակերտ։ Աշակերտ դարձնել կամ, այսօր պիտի դրանից էլ մի քիչ խոսեմ։ Իրականում աշակերտի որակների մասին լավ գրեց Ղուկասը իր ավետարանի 14-րդ գլխում։ Կարող եք բացել ինձ հետ ու տեսնել։ Կարող եք դարձնել մարդկանց աշակերտներ։ Տեսեք ինչ է գրված Ղուկասի ավետարան 14:25-ից սկսած։ Գրված է, որ Հիսուսի հետ շատ ժողովուրդներ էին գնում, եւ դառնալով նրանց ասաց. «Եթե մեկը ինձ է գալիս ու չի ատում հայրը, մայրը, կինը, զավակները, եղբայրները,
Քույրերը նաև իր կյանքն էլ չի կարող իմ աշակերտս լինել։ Ով որ իր խաչը չի վերցնում, իմ ետևիցս չի գալիս, չի կարող իմ աշակերտս լինել։ Ինչպիսին պիտի լինի աշակերտը։ Աշակերտը պիտի լինի մի մարդ, որ եթե Հիսուսին ընդունել է իր կյանքի վրա Տեր, այլ ուրիշ ոչ մի Տեր չունի ինքը կյանքում, միայն մի Տեր ունի։ Դրա համար Հիսուսը շատ անգամ ասաց երկու Տերերի չեք կարող ծառայել։ Կամ մեկին պիտի ատեք, մյուսին սիրեք, կամ այն մեկին պիտի սիրեք, այն մյուսին ատեք։ Երկուսին իրար չեք կարող սիրել։ Երկու Տերերի միաժամանակ չես կարող հնազանդվել։ Մի անգամ էլ նայր այդ խոսքին, պատահական չեն այս խոսքերը ասված։ Մեր կյանքում մարդիկ ենք, մենք լավ հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Աստված մեզ ասում է մի բան արա։ Մեկ էլ ծնողները ասում են ուրիշ բան արա։ Աստված ասում է մի բան արա, մեկ էլ կինը ասում է ուրիշ բան արա։ Աստված քեզ ասում է այս բանը արա, ամուսինը ասում է ուրիշ բան արա։ Ու դու կանգնում ես ընտրության առաջ, ինչ պիտի անես։ Աստված քեզ ասում է այսպես արա, քո երեխաները ստիպում են քեզ, որ չէ, այդպես մի արա, այսպես արա։ Որին ես դու հնազանդվում։ Այս հնազանդության պահն է, իրականում Աստված ատելության կողմը չի, Հիսուսը ատելության կողմը չի, ու այս խոսքը պիտի ատելության տեսանկյունից չհասկանալ։ Մի անգամ էլ նայեք, եթե մեկը ինձ գա ու չի ատի իր հայրը, մայրը, կինը, զավակները, եղբայրները, քույրերը, նաև իր կյանքն էլ չի կարող իմ աշակերտս լինել։ Թվարկում այն բաները, որոնք ամենաշատն են ազդում մարդու կյանքի վրա։ Դու պիտի հնազանդվես, այև որ գալիս ընտրության պահը, միանշանակ պիտի ընտրես մեկ Տիրոջը ծառայելը ու վերջ։ Սա նույնիսկ Աստված խորհուրդ է տվել, պատվիր քո հորն ու մորը, ինչպես վերաբերվիր քո կողակցին, ինչպես վերաբերվիր քո երեխաներին, ու բոլորը սիրո վերաբերմունքներ են, այդ ինչ որ թվարկում են։ Ճիշտ եմ ասում, կարդացել եք Աստվածաշունչը, տեսել եք ինչպես են գրված։ Այստեղ ատել բառը չի նշանակում ատել, մերժել այս մարդուն, կտրվել այդ մարդուց, նրան սպանել, չգիտեմ, այսպիսի բաներ չի նշանակում։ Հակառակը նշանակում է այդ մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես Աստված է ասում։ Այսինքն ունենալ միայն մեկ Տեր կյանքում, ուրիշ ոչ մի բան չունենալ։ Նայեք այդ խոսքի 26-րդ խոսքի վերջին մասում, վերջի հատվածում գրված է նաև իր կյանքն էլ չի կարող իմ աշակերտս լինել։ Եթե մարդը չատի նաև իր կյանքը, չի կարող Հիսուսի աշակերտը լինել։ Այսինքն նույնիսկ դու քո Տերը պիտի չլինես։ Դու ընտրել ես Հիսուսին քո կյանքի Տեր։ Նույնիսկ դու քո Տերը պիտի չլինես։ Դու պիտի ոչ թե ասես Տեր, ես սա եմ ուզում, այլ պիտի նայես ասես Տեր, դու ինչ ես ուզում որ դա անեմ։ Տեր, ուզում եմ որ իմ կյանքում սա անես, Աստված էլ նայում ասում է, բայց դու հող չես քո Տերը։ Եթե դու ես քո Տերը, գնա դու էլ արա քո կյանքում։ Բայց եթե կնայես ինձ կհարցնես թե ես ինչ եմ ուզում որ քո կյանքում անեմ, այդ դա կանեմ քո կյանքում։ Մեկ-մեկ որ մարդկանց հետ խոսում են իրենց մեծ հավատքը գովելու համար, ասում են ես Աստծուց ինչ խնդրում ստանում եմ։ Ասում շատ կասկածելի Աստված է։ Իմ Աստվածը այդպեսին չի։ Իմ Աստվածը տալիս է մենակեն ինչ որ ինձ օգուտ է։ Այն ինչ որ իմ կյանքում կարա ինձ վնաս լինի, բայց ես ուզում եմ, դա չի տալիս ինձ։ Նա շատ բարի Աստված է։ Հասկանում եք։ Դրա համար երբեք մի ուրախացեք նրանով, որ ինչ խնդրում ստանում եմ, այլ խնդրեք, Տեր Աստված, ինչ ես ուզում, որ անեմ քո համար։ Ինչ ես ուզում, որ ուզեմ իմ համար։ Դուք հաճախ աղոթքի կանգնեք այդ ձևով, որ հարցրեք, ասեք Տեր Հիսուս, դու ես իմ կյանքի Տերը։ Ինչ ես դու ուզում իմ համար, ասա դա խնդրեմ քեզանից։ Մեկը ասում է, եթե մի բան Աստծո կամքը չի, դրա մասին մտածելը, խնդրելն անգամ անիմաստ է։ Ու շատ ճիշտ էր ասում։ Նայեք շարունակությունը ավելի խիստ է դնում անձի վրա, 27-րդ խոսքը, եւ ով որ իր խաչը չի վերցնում իմ ետևիցս գալիս չի կարող իմ աշակերտս լինել։ Այսինքն որ մարդը կարա լինի աշակերտ, ով որ իր սեփական եսի մահը անընդհատ կրում է իր ուսերի վրա։ Անընդհատ ինքը պատրաստ է մեռնելու ամեն տեղ։ Գիտեք, երբ որ խոսում եմ մեռնելուց, մարդիկ մտածում են ֆիզիկական մահվան մասին։ Գուցե այն պահը, որ կգան, զենքը կդնեն քո գլխին ու կասեն կամ ուրանում ես Հիսուսին կամ սպանում ենք, գուցե այս պահին մեռնելը շատ ավելի հեշտ լինի։ Բայց այն պահին, որ մեկը քեզ կվիրավորի, ու Աստված կասի ների նրան, այս համար այնքան դժվար լինի դա, այնքան ծանր լինի դա։ Բայց չկա աշխարհում մի մեղք, որ մարդիկ քո նկատմամբ գործեն ու Աստված չասի քեզ ների այդ մարդուն։ Այդպիսի բան գոյություն չունի։ Ոչ մտածել եք, այդ դեպքում կնշանակեր, որ կա մեղք, որ Աստվածը չի ներում այդ մեղքը, բայց այդպիսի բան գոյություն չունի։ Միշտ չներումը հավասար է նրան, որ մարդը Աստծուն ասում է ես քեզանից բարձր եմ։ Իրականում, եթե դուք ավետարանչություն անեք ու մարդիկ հավատան Հիսուսին ու Տեր ընդունեն, մենք նրանց անմիջապես պիտի դարձնենք աշակերտներ։ Ասենք դու անմիջապես պիտի դառնաս Հիսուսի ետևից քայլող խաչդ վերցրած։ Նայ, այսպեսին է Հիսուսի ետևից գնալու պայմանները։ Եթե չէ, ուրեմն դու Աստծո հետ Հիսուսի հետ ոչ մի գործ չունես։ Կամ խաչդ վերցնում ես ու գնում ես Հիսուսի ետևից, կամ դու իր հետ գործ չունես։ Հիսուսը չի ընդունում մի քանի տեր ունենաս դու, ու ինքն էլ մրցակցի էլի, ամեն օր ուզենա ինքը լինի տեր քո վրա, բայց դու ուրիշների ասածները կատարես։ Ի նկատի չունեմ միայն մարդկանց, քո սրտի ցանկությունների։ Հիշում եմ մի եկեղեցու երեց քարոզելու ժամանակ ասում եմ մեկի հետ ճանապարհ եմ գնում, եկել ասեց սիրտս էս է ուզում։ Մի հատ նայեցի իր վրա ու սիրտս պայթեց այդ արտահայտությունից։ Ինչ է նշանակում սիրտս էս է ուզում։
Ասա Հիսուսը սա է ուզում իմ կյանքում։ Ինչ է նշանակում սիրտը սա է ուզում։ Այս սիրտը շատ բան կուզենա։ Ոչ է կատարելու այդ բոլոր ցանկությունները։ Մենք մեր սրտի ծառաները չենք, մենք Հիսուսի ծառաներն ենք։ Ընդունում եք սա թե չէ։ Եվ սա սկզբնական բան է, սա նախնական բան է։ Հիշում եմ մի եկեղեցու երեց այսպեսի արտահայտություններ անում։ Ասում է այդպես չեն ավետարանություն անում։ Գնում ես այդ մարդուն պատմում ես լավ բաները, երկնքի թագավորությունը Հիսուսը իր կյանքում ինչ լավ բաներ կար անի, հիվանդություններից բժշկի, չգիտեմ, ապահովում է նյութապես։ Ասում է հենց ասում է հա, ուզում եմ, ասում ես դե խաչդ վերցրու։ Սա գուցե մեթոդ է, բայց ամբողջական չի կարծես թե։ Սրանք միշտ իրար հետ պիտի լինեն։ Այո, Աստված սիրում է մեզ։ Այո, Աստված ամեն ձևով հայրաբար հոգ է տանում մեզ համար, ու մեզ համար բարի եղած բոլոր բաները պատրաստ է տալու, ու մի բան չխնայելու դրանց մեջից, բժշկությունով, նյութական ապահովությունով ամեն ինչ պատրաստ է տալու։ Բայց դու պատրաստ ես նույն նվիրվածությունով նվիրվելու իրեն, նույն անձնազոհությունով նվիրվելու։ Աստված իր սերը ապացուցեց իր որդուն խաչը բարձրացնելով, ու դա արեց Աստված, գրված է քանի անգամ Աստվածաշնչում։ Եսայի մարգարեությունում գրված է հայրը հաճեցավ, որ որդուն ցավերի մատնի։ Պատկերացնում եք ինչ է գրված հայրը հաճեցավ։ Այդ որ հայրն է հաճենում իր որդուն ցավերի մատնել։ Երբ որ քո որդու մի որևէ տեղ եք ցավը, երևի քո սիրտը ավելի շատ է ցավում դրանից։ Այդպես է թե չէ, ծնողներ, դուք երևի լավ կիմանաք դա։ Բայց այդտեղ գրված է, որ հայրը հաճեցավ իր որդուն ցավերի մատնել։ Պատկերացնում եք, իսկ դու քո սերը կարես ապացուցես նույն ձևով։ Քո անձը զոհելով, քո հաճույքները քեզ ցանկալի բաները զոհաբերելով, նրա համար որ Աստծո կամքը կատարես։ Եթե Աստված ասել է մի բան արա, ինչը պիտի կանգնի քո առաջ ու խանգարի քեզ դա անելուն։ Բոլոր զորությունը, իշխանությունը տրված է Հիսուսին։ Հիշում եք Հիսուսը ինչից սկսեց այս խոսքերը, երկնքի ու երկրի մեջ բոլոր իշխանությունը ինձ տրվեց։ Ուրեմն գնացեք, եկեք շարունակեմ։ Աշակերտությունը իրականում դիրք է։ Մարդուն դարձնել աշակերտ նշանակում է իր դիրքը ուղղել կարծես թե։ Ասես բերել մի դիրքի, որտեղ ինքը կարողանա կանգնել, որտեղ ինքը դառնա աշակերտ։ Մի ուրիշ տեսանկյունից ասեմ աշակերտությունը, առաջին կարծես կարևոր բանն է անznորացությունն է։ Բայց մի ուրիշ տեսակետից, տեսեք, մարդուն դարձնել աշակերտ նշանակում է դարձնել մի անznավորություն, որը պատրաստ լինի թույլ տալ, որ մարդը իր կյանքում փոփոխություններ բերի։ Գիտես ինչ է նշանակում աշակերտ ունենալ։ Դուք ուզում եք աշակերտներ ունենալ։ Երբ որ ուզում ես մեկին աշակերտ ունենաս, դու պիտի ձեռք բերես մի մարդ, որը թույլ տա քեզ, որ դու իր կյանքում փոփոխություններ առաջացնես։ Չգիտեմ, այս աշխարհում աշակերտություն բազմազան տեղերում կա։ Օրինակ դպրոցում աշակերտությունն է, չէ՞։ Երեխաները գնում են դպրոցում, նստում են ու թույլ են տալիս, որ ուսուցիչները իրենց կյանքում փոփոխություն բերեն։ Իրենց գիտելիքների մեջ փոփոխություն բերեն։ Դա իրականում գիտելիքների փոփոխությունն է դպրոցներում։ Ինստիտուտներում նույնը կատարվում է, մարդիկ գնում են, նստում են, իրենց սեփական կամքով գնում, նստում են ու թույլ են տալիս, որ դասախոսները իրենց գիտելիքների մեջ փոփոխություն բերեն։ Երբ որ մարդիկ գնում են արհեստ սովորելու, իրենք մոտենում են մի լավ արհեստավորի ու ասում են սովորացրու ինձ։ Այս արհեստավորը իրենց կյանքում մի հատ լուրջ փոփոխություն է բերում, իրենց կյանքում փոխանցում է մի բան, որը միշտ իրենք չեն ունեցել։ Նույն ձևով հոգևոր կյանքում դարձնել մարդուն աշակերտ նշանակում է դարձնել մի մարդ, որը իր սեփական կամքով քո կողքից կքայլի, ասի ուզում եմ, որ դու իմ կյանքում փոփոխություն բերես։ Սա հեշտ բան չի, որովհետև եթե ոնց ասեմ, օրինակ մեքենաներ վերանորոգող մի վարպետ, ավտոմեքենաներ վերանորոգող մի վարպետ աշակերտ ունենա, ու այդ աշակերտին սովորացնի ինչպես այդ մեքենան վերանորոգի, սա շատ հասկանալի բան է։ Աշակերտը կարա դա սովորի, մնացած բաները չսովորի։ Հոգևոր կյանքում այդպես չի լինում։ Հոգևոր կյանքում քեզ պիտի սովորացնեն մեռնել, քեզ պիտի սովորացնեն անձը տուրանալ, քեզ պիտի սովորացնեն, երբ որ քեզ վիրավորում են, դու սիրով պատասխան տաս։ Կարող ես թույլ տալ, որ մարդիկ քեզ ուղղեն այդպիսի հարցերում։ Կարող ես թույլ տալ սա։ Իհարկե, սրա մասին հետո շատ ավելի մանրամասն ենք խոսեմ, երբ որ հասնենք վերջի կետին, որտեղ ասում են սովորացրեք։ Դա ավելի կբացենք։ Գիտեք, մի կարևոր բան ասեմ Հիսուսի կյանքից։ Գրված է, որ Հիսուսը մեծանում էր Աստծուց եւ մարդկանցից շնորհք ստանալով։ Այո, մի րոպե ուշադրություն դարձրեք, այդ խոսքը գրված այն դեպքից հետո, երբ որ Հիսուսը տաճարում օրենքի գիտակ մարդկանց հետ զրույց էր անում։ Ղուկաս 2-րդ գլխում է գրված այդ խոսքը ամենավերջում։ Հիշում եք, օրենքի գիտակ մարդկանց հետ էր զրույց անում։ Երբ որ ինքը մեծացավ, հասավ իր գործունեության ժամանակը, ինքը նույն մարդկանց հանդիմանում էր կեղծավորության մեջ։ Մի պահ հասկացեք ինչ եմ ասում։ Թեև այդ մարդիկ կեղծավոր էին, բայց իրենք գիտեին մի բան ավելին, քան թե ինքը գիտեր։ Ու ինքը պատրաստ էր նրանցից շնորհք ստանալու, այդ գիտելիքը ստանալու։ Երբեք երկրի վրա կատարյալ մարդ չի լինելու։ Միակ մարդը, որ ամբողջ մարդկության պատմության մեջ ապրել է երկրի վրա ու բացարձակ կատարյալ, դա Հիսուսն է եղել։ Չի նշանակում, որ դու աշակերտ չես դառնում նրա համար, որ ինչ-որ քո խնամակալը թերություններ ունի։ Եք ունենա, ինչը չի ունենա, որովհետև մարդ է, Հիսուսը չի։ Բայց դու պատրաստ ես նրանից վերցնելու այն ամեն ինչը, որ ինքը առավել ունի քեզանից։
Այդ տարիների մեջ ինքը ինչ-որ բաներ ա ձեռք բերել, պատրաստ ես դրանք վերցնելու իրենից։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Դարձնել մի մարդ, այդ մարդկանց, որ դուք խոսեք, ու իրանք ասեն այո հավատում եմ, իրան դարձնում եք մի մարդ, որը պատրաստ է թույլ տա, որ դու իր կյանքի վրա ազդես, որ դու իր կյանքի մեջ փոփոխություն բերես, դրական փոփոխություն։ Այս դեպքում ես քեզ ուրիշ բան պիտի ասեմ, ուրեմն դու պիտի ունենաս արդեն այդ փոփոխությունը քո կյանքում։ Եթե դու փոփոխություններ քո կյանքում չունենաս, դու չես կարող դա սովորացնել։ Սպորտում ես ունեցել եմ մի այդպիսի թերություն, երբ որ տեսականորեն շատ լավ ծանոթացա մի սպորտաձևի, ինձ թվաց, թե ես արդեն կարող եմ սովորեցնել։ Բայց հետաքրքիր ինչն է, արդեն ինքան լցված էի, գիտելիքներս շատացել էին, բայց ոչ մի բան չէի կիրառել, բայց երբ փորձեցի ինքս կիրառել, տեսա ուրիշ չեմ կարողանում դա անել։ Իսկ ինչպես կարող եմ ուրիշին բացատրել, թե ինչպես ինքը անի։ Բայց ես ես կարող եմ վկայություն բերել մանավանդ եղբայրների հետ մեր դասերից, մեր անցած ճանապարհից, որտեղ հաճախ ես ասում եմ Աստվածաշնչում այս մեթոդը չեք կարդա։ Ես շատ մեթոդներ եմ փորձել իմ կյանքում, ու այս մեթոդը ինձ օգնել է, կարա ձեզ էլ օգնի։ Նկատում եք, այս է աշակերտությունը։ Ինչի թողնեմ, որ դու էլ 10-20 մեթոդ փորձես ու դրա մեջ տարիներ անցկացնես, մինչև մի որևէ մեղքից բրծնես, օրինակ կամ կյանքում մի փոփոխություն բերես, ինչի նա միանգամից կասեմ, որն է իմ կյանքի վրա ազդել։ Ու դու միանգամից կարող ես ընդունել։ Բայց տեսեք ինչն եմ ասում, այն ինչը որ փոխել է իմ կյանքում, այն ինչը որ ազդել է իմ կյանքում։ Ինչի ես այսօր կարող եմ ասել, որ շատ կեղտոտ ինչ-որ բաներից կարելի է նայել ու զզվանքի զգացում ապրեմ։ Ես դա չեմ կարդացել Աստվածաշնչում, բայց ես դա ապրել եմ, ես նայել ու զզվել եմ շատ բաներից, շատ մեղքերից։ Ինչու ես չասեմ, որ կարելի է հասնել դրան։ Եթե ես հասել եմ, դու էլ կարող ես հասնել։ Նկատում եք, այն մարդը, որ ուզում է աշակերտ ունենալ, ուզում է գնա ու աշակերտ ձեռք բերի, ինչպես Հիսուսը պատվիրեց, գնացեք ու աշակերտներ ձեռք բերեք։ Ինքը պիտի որոշակի этапներ անցած լինի։ Ինչ որ բաներ արդեն ապրած պիտի լինի, սովորած լինի։ Ու այդ սովորածը չի վերաբերվում զուտ գիտելիքներին, այլ վերաբերվում է գործնական կյանքին։ Ձեզ մի բան էլ ասեմ, ամենամեծ թշնամին, որ միշտ աշակերտական process-ի մեջ հակառակ կանգնի, դա եսն է, էգոիզմը, հպարտությունը։ Ոնց ուզում եք անվանեք դրան։ Դա մի հատ էություն է, որ Աստվածաշունչը մեղքերի արմատ է ցույց տալիս։ Ցույց է տալիս, որ բոլոր մեղքերը դրանից են բխում։ Այն, որ Սատանան, որ դեռ հրեշտակ էր, կարող էր ասել բարձրանա մի մաթոռս Աստծո աստղերից բարձր դնեն, Աստծո հրեշտակներից բարձր դնեն, խոսում էր եսը, հպարտությունը, էգոիզմը, նախանձ Աստծո նկատմամբ։ Ինչու Աստծուն երկրպագեն, ինչ չէ երկրպագեն։ Ու այսօր էլ հենց դա է ամենաշատ խանգարող բանը։ Ինչու մարդիկ իրար չեն ներում։ Եսն է պատճառը։ Ինչու մարդիկ իրարից նախանձում։ Նույն էգոիզմն է պատճառը։ Ու այս էգոիզմի բազմաթիվ դրսևորումներ կան մեր շուրջը։ Ինչու մարդիկ սուտ խոսում փող ձեռք բերելու համար։ Սեփական շահ, սեփական կողմի վրա ձգելը, սա է պատճառը։ Աշակերտական դիրքին էլ ամենաշատը խանգարելու է էգոիզմը։ Գիտես, երբ որ քեզ մեկը կվիրավորի ու դու կգաս քո խնամակալի մոտ, կասես, գիտես, այս ինչի ինձ վիրավորեց։ Ինքը չի ասելու, վայ, այդ ինչ վատ մարդ էր, այդ ինչ վատ բան արեց, որ քո էգոիզմի վրա ջուր լցնի, ու աճեցնի։ Դա չի անելու։ Անելու ասի պատահական չի, Աստված է թույլ տվել, որ քեզ վիրավորեն, քեզ պետք է ներել այդ մարդուն։ Դու կարող ես քո խնամակալից էլ նեղանաս։ Ինչպիսին ես դու, այդպես էլ կարող ես աճացնել քո աշակերտներին։ Ու դու ավելին չես կարող աճացնել։ Դրա համար, եթե իսկապես ուզում ես աշակերտներ ունենալ, ուզում ես Հիսուսի այս պատվերը կատարել, աշակերտներ ձեռք բերել, սկսիր կյանքդ փոխելուց։ Սկսիր նայել քո կյանքին, քո ներսի աշխարհին, ու սկսի փոփոխություններ բերել։ Մի կարևոր բան էլ, որով դու կարող ես աշակերտներ ձեռք բերել, երբ որ Հիսուսը ճշմարտություն էր խոսում, աշակերտների մեծ մասը իրենից հեռացան։ Մեծ մասը հեռացան։ Ինքը շատ աշակերտներ ուներ, ճնշող մեծամասնությունը հեռացան։ 70 աշակերտների խումբ առանձին ուներ, 12-ը առանձին ուներ։ Այն 70-ը հեռացան, գրվածը մնացին 12-ը։ Այդ 12-ն էլ հավատարիմ չէին։ Նրանց մեջ կար մեկը, որ անպայման պիտի ուրանար, վերջը կորելու էր։ Պատկերացնում եք ինչքան փոքր խումբ մնաց։ Հիսուսը չասեց, ինչ կլինի, մնացեք ինձ հետ։ Ասաց, դուք ել եք ուզում գնալ։ Ու մեջներից համարձակը Պետրոսը ասաց, ուր գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Ինչ է, 12-ին պահեցին Հիսուսի մոտ։ Գրված է Հովհաննեսի ավետարանում 6-րդ գլխում 69 խոսքը։ Պետրոսի խոսքերն են գրված։ Տարիներ առաջ այդպեսի կարծեմ պատմել եմ այս դեպքը, մի տհաճ դեպք եղավ, մի ուրիշ եկեղեցու երեցի հետ գնացին մեկի տուն, որ գնացինք իրար հետ մեկի տունը, ուրեմն մի կին էր, որ ժամանակներ եղել էր այդ եկեղեցում, հետո թողել էր այդ եկեղեցին։ Ու այս երեցն էր խոսում, դե բնականաբար ես գործ չունեմ, այդ երեցը իրենց ծառայողն է, ինքը խոսում էր, խոսեց, փորձեց բացատրել, համոզել, որ ճիշտ է եկեղեցում լինել, այդ եկեղեցուց հեռանալը ճիշտ չի։ Այսպեսի բաներ, այս կնոջ վրա ոչինչ չազդեց, ինքը մնաց վճռական, որ ինքը պիտի թողնի եկեղեցին։ Մեկ էլ վերջում, որ արդեն էլ ոչ մի հնարավորություն կարծես չկար, այս երեցին ասաց, ինչ կլինի, խնդրում եմ, արի եկեղեցի։ Ներքուստ այնքան վատ զգացի։
Այդ մարդը չի գնահատում եկեղեցու արժեքը։ Այդ մարդը տարիներով եղել է եկեղեցում, չի գնահատել այդ եկեղեցին, նրանում եղած Աստվածը, չի գնահատել այդ մարդկանց։ Ինչի համար գա եկեղեցի։ Արդյոք պետք է այդքան խնդրել, որ խնդրում եմ արի եկեղեցի։ Բոլորովին պետք չի։ Մարդուն եկեղեցի պիտի ձգեն այն ինչ որ աշակերտներին պահեցին Հիսուսի մոտ։ Ասացին դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, ուր գնանք։ Արդյոք մարդիկ, որ քո շուրջն են, համ առնում են քո բերանից։ Քո բերանից դուրս եկած խոսքերից այդ քաղցրության հավիտենական կյանքի խոսքերի համը առնում են։ Ասեմ քեզ մի անգամից, որ բոլորը չեն, որ այդ համի ետևից կգնան։ 70-ը թողեցին ու հեռացան Հիսուսին։ Բայց եթե դու ընդհանրապես աշակերտներ չես ունենում, ընդհանրապես քո շուրջը մարդիկ չեն հավաքվում, կամ 10 տարին մեկն է հավատում քո ասած խոսքին, քեզ լուրջ մտածելա պետք, ինչ ես դու խոսում, ինչ ես դու ապրում։ Այս երկու բաների վրա շատ լուրջ մտածիր։ Գուցե քո կյանքում ինչ որ մի բան ուղիղ չի, կամ երբ որ հանդիպում ես մարդկանց ավետարանչություն ես անում, այն չես խոսում ինչ որ պիտի խոսես։ Կամ դու այն լավ աշակերտը չես, որ քո խնամակալից վերցրած ունես շատ առատ խոսքեր, հավիտենական կյանքի խոսքեր։ Պատկերացնեք ինչը պիտի մարդկանց ձգի։ Լավ, կարծում եմ այսքանը բավարար է, այստեղ կարելի է վերջացնել։ Ձեզ մի բան եմ ուզում ասել։ Ընդունել եք Հիսուսին որպես Տեր, հնազանդվել, ուրեմն պիտի հնազանդվեք այս պատգամին։ Գնացեք, աշակերտներ ձեռք բերեք։ Գնացեք, աշակերտներ ձեռք բերեք։ Մենք շատ լավ ենք զգում, երբ որ մարդիկ մեզ ծառայում են, այո։ Բայց ինչու մենք պիտի ուրիշներին չծառայենք։ Ինչու մենք պիտի չսովորեցնենք ուրիշներին։ Գնացեք, աշակերտներ ձեռք բերեք։ Մարդիկ դրսում կորում են, խավարի մեջ են քայլում։ Իրենց աչքերը կուրացած են, իրենք չգիտեն, որ մահվան հետ են խաղում։ Երբ որ ես ապաշխարեցի, իմ ապաշխարությունը այդքան էս չեղավ, ուժեղ ներքին պայքարի միջոցով տեղի ունեցավ։ Բայց այդ ներքին պայքարը հասավ միտեղ, որ ես ինձ տեսա, գիտեք ինչպիսի վիճակում։ Կարծես թե մի շատ բարակ լար լիներ, որի վրայով ես քայլում էի։ Ես քայլում էի փողոցում այդ պահին, իսկապես երբ որ այդ բանը բացվեց աչքերիս առաջ, ես փողոցով քայլում էի։ Կարծես մի բարակ լար լիներ, որի վրայով ես քայլում էի ու ներքևում կրակ էր վառվում։ Ես հասկացա, որ ամեն վայրկյան կարամ հայտնվեմ։ Այդ թելը կտրվեց, ես կարամ հայտնվեմ դժոխքում։ Այդ զգացումը, գիտեք ինչից էր առաջացել։ Ոչ թե մարդիկ ինձ համոզել էին, այլ հաղորդակցությունից էր առաջացել Հիսուսի հետ։ Ես կարդում էի գիրքը, հանդիմանվում էի։ Ես աղոթք էի անում Հիսուսին, հանդիմանվում էի, անընդհատ ինձ ասում էր մեղավոր ես, քեզ փրկվել է պետք։ Ու ոչ միայն փրկվել, քեզ ուժեղ ձևով անձը տուրացած գալ է պետք իմ ետևից։ Այնքան եմ ուզում, որ Հիսուսի այդ բուրըն հանդիպումը լինի ամեն մեկի հետ։ Եթե դեռևս չի եղել, հատուկ աղոթի դրան համար։ Եթե դու այդքան խորը չես ապրել, որ քո եսի ամեն մի կտորը քեզ ձգում է դեպի դժոխք, խորը աղոթի դրա համար թող բացվի։ Որովհետև ինչ որ դու ապրես, դա կարող ես ապրեցնել քո կողքիններին։ Ինչը որ դու չապրես, ինչքան էլ խոսես չի ազդելու մարդկանց վրա։ Եկեք ոտքի կանգնենք։